Ֆլորիդայի պետական համալսարանի տարածքում հրաձգություն է եղել։ Հրաձգության հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ժամանել է Սպիտակ տուն հանդիպելու Թրամփի հետ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ կհաջողվի մաքսատուրքերի վերաբերյալ գործարք կնքել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև։ Լավրովը հեռախոսով զրուցել է Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել շարունակելու նահանգների հետ աշխատանքը ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառների հուսալի վերացման ուղղությամբ։ Վաշինգտոնն ու Կիևը կստորագրեն ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը ապրիլի 24-ին հայտարարել է Թրամփը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նահանգների նախագահն ասել է, որ ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ հրադադարի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին Կրեմլում ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Խորհրդակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացումն է։ Քննարկման թեմաներից էր նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հանդիպմանն Աբբաս Արաղչին Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ուղերձը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։